Ինչպես են կարողանում մեզ վրա ազդել հեռախոսային խարդախները։ Առաջինը աշխատում են մեր անսպասելիության վրա։ Հանգիստ ժամի նստած ես ու ստանում ես միանգամից որևէ լուր, ինչպես օրինակ՝ մի անհանգստացեք, ամեն բան կկարգավորվի։ Արդեն սկսում ենք անհանգստանալ ու դա իրենց պետք է։ Երկրորդ, խոսում են հանգիստ տեմպրով, իբր դա իրենց ամենօրյա աշխատանքն է, ինչը հատուկ առոգանությամբ չեն պատրաստվում արտաբերել։ Ինչպես վարվել նրանց հետ։ Առաջինը ճշտեք մի քանի անգամ ով է, որտեղից է, որ բաժնից, ինչու է զանգել։ Ճշտելուց հետո ամեն կրկնումը լինելու է այլ ինտոնացիայով, ավելի լարված, բարկացած, քանի որ ամեն ձեր հարցից հետո կոտրում եք իր ստեղծած անսպասելիության մթնոլորտ։ Իսկ առանց դրա անհնար է արդյունքի հասնել։ Սթափ մարդուն խաբել, շփոթեցնել, նրանից քարտի տվյալներ վերցնելը պրակտիկորեն անհնար է։ Նրանց պետք է ձեզ պանիկայի մեջ գցել, որ պանիկայից դրդված տաք բոլոր տվյալները, իսկ դուք ձեր հարցերով կոտրում եք այդ լարված մթնոլորտը։ Հաջորդը կարող եք ասել. թողեք ձեր տվյալները, ես ձեզ մի քիչ հետո կզանգեմ։ Նրանք հավանաբար չեն ցանկանա դա։ Նրանց պետք է հիմա եւ այստեղ։ Եթե անջատեք, հետո չեք զանգի, իսկ վերջին ամենալավ միջոցը համաձայնվեք ու կտեսնեք իրենց պանիկան։ Օրինակ, բարև ձեզ, ձեզ զանգահարում են X բանկից, ձեր բանկային հաշվից փորձել են գումար հանել, ոմն էս ինչի անունով, դուք տեղյակ եք դրանից։ Պատասխանում եք, այո, ես տեղյակ եմ։ Ոնց, նա նշել է, որ դուք հիվանդանոցում եք այս պահին։ Այո, այդ պահին հիվանդանոցում էի, հիմա դուրս եմ գրվել։ Ինչպես թե, նա նշել է, որ լուրջ տրավմաներ ունեք, չեք կարող շարժվել կամ քայլել։ Այո, լուրջ տրավմաներ ունեմ ու չեմ կարող շարժվել։ Ամեն բան ճիշտ է, նա իմ ծանոթն է։ Միանգամից անջատեք եւ արգելափակեք այդ համարը։ Բայց հիշեք 3 կարևոր կետ. երբեք պետական կամ վերահսկողական հաստատություններից չեն զանգահարում բջջային հեռախոսահամարից կամ փակ հեռախոսահամարով կամ տարօրինակ կոդով համարից։ Նման հաստատությունների համարները սպասարկվում են ավտոմատ, այսինքն կա նշված համար, որից իր զանգն է գալիս եւ դու էլ երբ զանգահարես նույն համարով գնալու է իրենց։ Պատասխանելու են իհարկե տարբեր մարդիկ։ Երկրորդ, երբեք ոչ ոք իրավունք չունի ձեզանից հարցնի որևէ գրանցման կոդ, գաղտնաբար, քարտի թիվ, մուտքի տվյալ։ Եթե պատկան մարմին կամ ադմին է, ով թույլտվություն ունի ապահովագրել ձեզ որևէ խնդրից, ուրեմն նա մուտք ունի ցանկացած հարթակ, որտեղ իր իրավասությունն ունի գործողություններ կատարելու։ Իսկ եթե մի տեղ ուզում է մտնել, բայց ինչ որ տվյալներ չեն բավականացնում, ուրեմն ինքը իրավասություն էլ չունի այնտեղ մտնելու։ Միայն մի բան թող ձեզ միշտ հիշեցնի. եթե գաղտնաբար է, ուրեմն միայն ես պիտի իմանամ։ Ես դրել եմ անձնական անուն, իմ մեքենայի անունը, տան հասցեն, հեռախոսի վերջին ու առաջին թվերը, երեխայիս փաղաքշական անունը, սիրելիս անվան տառերը եւ այլն։ Դրանք անձնական են եւ օտար անձին բարձրաձայնելը միշտ անհարմարություն են պատճառում։ Ու սա թող ձեզ սթափեցնի, որ դա չեք տալու իրեն։